է թողել Արամ Ասատրյանը իր ընտանիքին որպես ժառանգություն։ Ես քեզ շատ եմ սիրում, ուզում եմ ամբողջ կյանքս քեզ սիրեմ ու Ռոմեո Ջուլիետի պես մեր պատմությունը հասավ նրան, որ մենք ունեցանք այսօր սիրո մեծ լավ պատմություն, ունեցանք լավ բալիկներ, ունենք։ Լինում է պահի տակ, այո, կռվում ենք, վիճում ենք, մի անհամաձայնություն ունենք եւ այլն։ Դե Սիցիլիան հանգստանում է ձեր պատմության կողքին։ Կանոնը, չկանոնը։ Շատ պահանջկոտ եմ եղել, շատ խիստ եմ եղել իրանց հետ։ Պան հայլին է երեխան։ Ես հաճել եմ խոսել դրսեի։ Նման է պապիկին։ Ջան, բառը սկսելու են ավելի շատ օգտագործել։ Մինչև հետ եկա Արտաշի համար սյուրպրիզ ուներ։ Շատ ուրախացավ, ասի կուզես ավելի շատ ունենաս, 100 կարաս ունենաս։ Ես մենակ երեխեք եմ պահել, մեծացրել, ես մենակ տան հոգսերով եմ զբաղվել։ Արտաշին ինչքան էլ որ սիրտ էր տալի, որ իմ արած ամենակարևորն է իր համար եւ ընդհանրապես շատ կարևոր գործ է իմ արածը, դա չէր մխիթարում ինձ։ Սա եւ աքսեսուար կարելի է որպես օգտագործել եւ պայուսակ։ Փոքրիկ է, չի խանգարում որպես պայուսակ այդպես։ Հրաշք պայուսակ։ Առաջին Արամները տեղից սկսվեց Ասատրյան անունը ազգանունը, որ սիրվել է ու սիրվում է ու շարունակում ենք այսօր մենք, մեր բալիկները, մեր տղան չի, ազգի տղան է, մեր ազգի համար է ծնվել։ Հաղորդման գլխավոր գործընկեր Valan Group, գործընկերներ Armenia Wine, Ital Solar, Բարի գալուստ իմ ռեստորան, որը գտնվում է հենց իմ տանը։ Ուզում եմ շնորհակալություն ասել բոլոր այն մարդկանց, ովքեր միանում են YouTube-ի իմ պաշտոնական ալիքին։ Ավելին ողջևորեք ձեր մտերիմներին։ Ուղարկեք իմ YouTube-յան ալիքը, թող նրանք էլ միանան, որովհետև Հերմնե դիալոգ նախագիծը ամեն շաբաթ 5 շաբթի օրը ժամը 8-ին եթերում է լինում առանց խախտումների։ Ինչպես նաև միացեք իմ Instagram-ի եւ Facebook-ի պաշտոնական էջերին, որովհետեւ այնտեղ լուսանկարները, տեսանյութերը մշտապես թարմացվում են։ Դե ես էլ սիրով պատասխանում եմ բոլոր նամակներին։ Այսօր օրը ուզում եմ սկսել մի շատ կարևոր կենտրոնի մասին պատմելով։ Պատմելու եմ Արար Հայ ազգային արվեստի պահպանման կենտրոնի մասին, որի հիմնադիրը Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, իմ շատ սիրելի ընկեր Արսեն Գրիգորյանն է։ Արար Հայ ազգային արվեստի պահպանման կենտրոնը մարզերում իրականացնում է ազգային մշակույթի պահպանումը, տարածումը, զարգացումն ու հանրահռչակումը Հայաստանի Հանրապետության մարզերում ծրագիրը, որը միտված է ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանմանը, տարածմանը, զարգացմանն ու հանրահռչակմանը Հայաստանի ողջ տարածքում։ Արար կենտրոնում մարզաբնակ երեխաները անվճար հիմունքներով սովորում են ոչ նյութական մշակութային ժառանգության 14 ոլորտ՝ գորգագործություն, կարպետագործություն, ժանեկագործություն, ասեղնագործություն, թաղիքագործություն, խեցեգործություն, քարի եւ փայտի գեղարվեստական մշակում, խաչքարագործություն, մանրանկարչություն, դարբնություն, ավանդական երգ ու պար, ստվերախաղ։ Դասընթացների համար անհրաժեշտ նյութերը եւս տրամադրվում են անվճար կենտրոնի կողմից։ Արար կենտրոնում աշխատատեղեր են ստեղծվում եւ դասավանդում են ժողովրդական ստեղծագործության տեղաբնակ մասնագետները։ Արար կենտրոնում ժողովրդական ստեղծագործության հմտություններ են ձեռք բերել ավելի քան 10,000 շահառուներ։ Այս տարի ծրագրում ներգրավված է շուրջ 900 երեխա եւ երիտասարդ։ Այժմ Արար Հայ ազգային արվեստի պահպանման կենտրոններ են գործում Հայաստանի Հանրապետության 9 մարզերում՝ Սյունիք, Տավուշ, Լոռի, Արագածոտն, Արարատ, Արմավիր, Կոտայք, Շիրակ եւ Գեղարքունիք։ Ներգրավված է 46 համայնք։ Ես Արարի մասին հենց այնպես չպատմեցի։ Դուք տեսաք, թե ինչ մեծ մշակութապահպան գործ է արվում, եւ ես բացեմ մի փոքր փակագծեր եւ ասեմ, որ իմ ընկերների հետ միացել եմ մի շատ կարեւոր գործի։ Մենք հոգում ենք ուսուցիչներից մեկի վարձը եւ ուզում ենք ձեզ էլ կոչ անել, որ դուք անպայման լինեք բարի գործի մի հատվածը։ Դուք տեսնում եք, թե որքան մեծ գործ է արվում եւ որքան ֆինանս է ծախսվում հայ երեխաներին, հայկական մշակույթը սովորեցնելու համար եւ սա հայապահպանության խնդիր է նախ եւ առաջ։ Այնպես որ դուք այստեղ կգտնեք հաշվեհամարը, կարող եք ձեր փոխանցումը անել, որը միտված կլինի իհարկե այս բարի գործին։ Ես իմ օրինակով ուզում եմ ձեր ուշադրությունը գրավել եւ ձեզ կոչ անել։ Միացեք, որպեսզի Արարը երկար կյանք ունենա եւ շատ երեխաներ լինեն Արարի կազմում։ Ես ուրախանում եմ, երբ տեսնում եմ, որ իմ գործընկերները, գոլեգաները կամ շոու բիզնեսի ներկայացուցիչները վերադառնում են Միացյալ Նահանգներից եւ կրկին
հայրենիքում շարունակում են իրենց գործը։ Եվ այս թեմայով եւ մնացած շատ հետաքրքիր թեմաներով այսօր խոսելու եմ իմ հյուրերի հետ։ Ինձ հյուր են գալիս Արտաշ Ասատրյանը եւ նրա գեղեցկուհի կինը Աննա Գևորգյանը։ Գնամ դուրը բացեմ եւ սկսենք մեր հանդիպումը։ Էրմինե ջան, մենք ճանապարհին ենք, արդեն գալիս ենք ձեզ հյուր, ուր են գնում Աննա։ Գնում ենք դիալոգ հաղորդաշարին Հերմինե Ստեփանյանի հյուր։ Շուտով կլինենք։ Բարև ձեզ, համեցեք։ Համեցեք։ Բարև ձեզ։ Մեր վաղուց սպասված հանդիպումը վերջապես կայացավ։ Համեցեք իմ տուն։ Ողջերս խելոք։ Մերսի շատ, շնորհակալություն։ Այո, մենք հեսա համ զրուցելու ենք, համ ճաշելու ենք։ Օй, շատ շնորհակալություն։ Մերսի շատ։ Ոնց եք, ոնց հասակ։ Դուք ձեր քաղցրը բերել եք։ Արտաշ ջան, Աննա ջան, շատ մերսի, որ մենք այս հանդիպումը վերջապես կանանց ուժերը միավորելով, Արտաշ ջան, ընդդեմ քեզ իրականություն դարձրեցին։ Շնորհակալություն շատ ինձ հյուր գալու համար։ Շնորհակալ ենք նաև ձեզ հրավիրելու համար այս գեղեցիկ պրոյեկտին։ Անսովոր է, չէ՞ Արտաշ մի տեսակ, բայց ասա։ Ինձ համար չէ, այն շատ ունի։ Չէ, այն իմաստով, որ ձեր տուն գիտեմ, որ շատ հյուրեր են գնում գալիս, այդ չի քննարկում, ինչքան մեծ սեղաններ եք բացում, լավ ժամանց եք ունենում, բայց որպես մեդիա պրոյեկտ, հեսա հավես բաներ ենք անելու։ Շատ, հա, ջերմ ընդունել եք, շատ լավ։ Ինձ թվում է օր կունենանք մեզ։ Ուրա, բայց նամար մեզ պետք է որ մենք խաղուն գինով սկսենք, բացելը թողնում ենք քեզ, ես ու Աննա։ Սիրով, եթե կարելի է։ Այո, մենք խմելու ենք թերևս իմ ամենասիրելի խաղուն գինիներից մեկը, տակառը, որը հատկապես այս տոն օրերին ավելի սենց ընդգծում է, որ շուտով ամանոր է, շուտով ամանոր է։ Տոներն են մոտենում։ Տոներն են մոտենում։ Ես ճիշտն ասած, հարցի պատասխանը դուք վերջի վերջո տեղափոխվել եք Հայաստան, թե որ ասում եմ երկու երկրներում էլ ապրում եք, այդ հարցի պատասխանը չունեմ ու կուզենայի ձեզանից լսել, վերջը տեղափոխվել եք Հայաստան, թե Մենք միշտ ենք Հայաստանում եղել։ Մենք մեծ մասը Հայաստանում ենք։ Մեծ մասը չէ, մենք հենց Հայաստանում ենք։ Երբեմն գնում ենք, այո։ Եվ նաև այնտեղ ենք բնակվում։ Մենք Հայաստանում ենք եւ նաև այնտեղ ենք բնակվում։ Հարցը ոչ թե տալիս եմ նրա համար, որ շոյենք մեր էգոն, որ ասենք, հա, ինչ լավ է Հայաստանում եւ այլն, այլ իսկապես ինձ հետաքրքիր է ամենամեծ առավելությունը, որ Հայաստանում կա, որն է ձեր ընտանիքի համար, որովհետեւ լավ ներսից գիտեք նաեւ եւ այնտեղի կյանքը եւ այստեղի կյանքը, ինչ առավելություն կա այստեղ։ Առավելությունները շատ են։ Ճիշտ է, կան նաև բացեր, կոմֆորտի պակաս, բայց մյուս կողմից կա նաև այդ կոմֆորտը, ինչ որ այստեղ ունենք, այնտեղ չի ստացվում ապահովել։ Երևի թե նույն համաչափ, թե այստեղ, թե այնտեղ այդ փորձում ենք լավ կողմերը գտնել, պահել, վատերի վրա աչք փակել։ Մեր հայրենիքը համար մեկն է, մեր ծննդավայրն է աշխարհում, մեզ համար թանկ։ Դրա համար ոչինչ չենք փոխում հայրենիքը, իսկ մնացածը մեր հայրենակիցները աշխարհով սփռված, ինձ թվում է ժամանակը, որ այդ ամեն ինչը օրը գալու է բոլորը վերադառնան ու փառք Աստծո այսօր գնում է դեպի դրան, որ մեր հայրենիքը խաղաղ լինի, մեր հայրենակիցները աշխարհի իրենց հայրենիքում բնակվեն ու օթևանեն։ Ձեր երկուսի ընտանիքների համար էլ ես պատկերացնում եմ, որ բացի Հայաստանը մի հատ ավելի տենց հետաքրքիր կիզակետ կա, դա Էջմիածինն է։ Դե, իհարկե։ Էջմիածինը դե համայն Էջմիածնի հետ կապի մասին։ Հենց ծննդավայրն է, հենց այդ վանքերի, մեր 5 վանքերի։ Հետաքրքիր է նաև, որ մեր երեխեքը ծնվելով դրսում ապրելով այդ սկզբնական շրջանը, նույնիսկ մեծ աղջիկս ընդդեմ գնացել դպրոց Ամերիկայում գնացել առաջ երկրորդ դասարանները, բայց հիմա իր մոտ այնպեսի կապվածություն ունի, որ ասում եմ, մամ, որ գալիս եմ արդեն որ կարդում եմ Էջմիածին, արդեն տանեմ ես։ Հետաքրքիր բան է։ Շատ, իհարկե։ Ասում եմ ծննդավայրը, որտեղից սկսել եմ բան, բայց այդ զգացողությունը ինքը հենց Էջմիածնի հետ ունի, որը սովորացնելով չի ինքը հենց այդպես զգում է։ Իհարկե։
Դե ինչ, բարի գալուստ ասենք, ես փակագծերը մի քիչ էլ բացեմ, մեր հանդիպման առիթներից մեկը բացեմ, որ ձեր զույգը շատ հետաքրքիր է ինձ համար, որովհետև ես մանկուց ձեր զույգի որոշ իրադարձությունների տեղյակ եմ եղել, նաև պատճառներից մեկը այն էր, որ Աննան Հայաստանում իր գործունեությունն է նոր ծավալել, այդպիսով եւ աշխատատեղեր են ստեղծվել, եւ հայ նորաձևության սիրահարներն են արդեն կարողանում նոր աքսեսուարներ ունենալ։ Խոսքը Աննա ջան, ինչի մասին է։ Խոսքը Հերմինե ջան, իմ բրենդի մասին է, որ քեզ այսօր նաև նվեր եմ բերել մի փոքրիկ։ Իմ պայուսակից սիրով նվիրով եմ։ Ջանա։ Ջան, այո։ Ջանա։ Այն հետ այդ զգացողությունը ես ունեցա առաջին անգամ որ բռնեցի այդ պայուսակը, այդ առաջին բառը որ ասեցի ջանա։ Հա։ Այդ զգացողությունը առաջացնում է։ Աննա, դու գիտես, որ ես շատ եմ սիրում մորթու պարագայում հենց այս կաթնագույն, սպիտակ, այս տոները, սա եւ աքսեսուար կարելի է որպես օգտագործել եւ պայուսակ։ Փոքրիկ է, չի խանգարում որպես պայուսակ այդպես։ Մի հրաշք պայուսակ։ Այո, շատ ինձ թվում է բոլորին է դու Հավանեցիր։ Շփում է, Շատ հավանեցի դու ասա։ շատ պայուսակներ կա, որ առնում են, բայց այս պայուսակի հետ ու այս ամեն ինչի հետ շփվում են էլ մարդիկ, էլի, ասած ինձ։ Իսկապես փափկության զգացողություն ես ունենում։ Ես ասես ջանա, ջանա, ջանա։ Ես առաջարկում ես իմ ջանային վերցնեմ ինձ հետ, մենք տեղափոխվենք մեր սեղանի շուրջ, շարունակենք վայելել մեր խաղունգինին եւ նախուտեստը, որը հատուկ ձեզ համար եմ պատրաստել։ Սիրով։ Ուրա։ Ուրա։ Գնացինք համեղ ուտելու։ Այսօրվա ճաշացանկս ամբողջովին ջեռոցային է։ Իհարկե, սա մի փոքր բարդացնում է իմ նկարահանումները, որովհետև ամեն ինչ ջեռոցում պետք է թխվի, դա նշանակում է, որ երկար ժամանակ է տևելու, բայց ես չեմ վախենում դրանից եւ ամեն ինչ այսօր, այսպես ասած, փռից սեղան է գնալու։ Երբևէ մտածել եք, որ պանիրը կարող է լինել մեկ ամբողջական ուտեստ։ Ես այսօր պատրաստելու եմ կամամբերով շատ համեղ նախուտեստ, հատկապես նախատեսված գինու համար։ Ընտրել եմ Պրեզիդենտ ընկերության կամամբերը, ինչու, որովհետև հենց փայտի տուփերի մեջ են եւ պանիրը շնչելու հնարավորություն է ունենում առհասարակ խուսափեք երկաթյա տարաների մեջ վաճառվող կամամբերից, որովհետև ասում են, որ երկաթի տուփի մեջ կամամբերը մահանում է։ Շուկայում սա իմ ամենասիրելի կամամբերն է, որովհետև եւ հրաշալի թխվում է եւ հենց թարմ է հնարավոր մատուցել։ Այսօր շատ յուրօրինակ կերպով եմ մատուցելու։ Սկսենք։ Ոյ, խենթանում եմ այս բույրի համար։ Սխտոր եմ դնում հետը, հազրևարդ, չզարմանաք կամամբերի հետ նաև խաղող եմ դնելու ջեռոցը։ Իդեպ կամամբերը մրգեր շատ է սիրում, ձմռանը կարող եք չամիչ կամ չրեր օգտագործել, կամ տանձ օրինակ, խնձոր, իսկ ամռանը անգամ հատապտուղ։ Եվ մի քանի կաթի ձիթայուղ։ Խնդրում եմ գնահատեք այս գեղեցկությունը։ Դարարարամ, հիմա պատմեմ ինչ ենք փորձելու։ Առհասարակ այսօրվա ճաշացանկի կոնցեպտը, ընտրել եմ ջեռոցի կոնցեպտը։ Երեք ուտեստներ որ փորձենք, հենց ջեռոցում է սարքված լինելու եւ սեղանին է հասնելու տակ այնպես ինչպես որ պետք է։ Առաջինը փորձում ենք կամամբեր պանիրը ջեռոցում խաղողով, սխտորով եւ ռոզմարինով։ Չորահացերն էլ համեմված են, ինձ թվում է պետք է որ ձեզ դուր գա, եթե դուր չգա, ես պատրաստ եմ։ Հա։ Դե սկսենք։ Արված է սիրով։ Հա։ Համեղ կլինի։ Եվ մատուցումը շատ գեղեցիկ էր Հերմինե ջան, շնորհակալություն։ Հա, ես դա շատ կարևոր է։ Քեզ համար է մատուցվում, էլի որ։ Ֆրանսիայում զգացի ինձ մի բան։ Հա, այսօր դե Շատ օրիգինալ է։ ֆրանսա-իտալական խոհանոց ենք տեսել փոխել։ Հա։ Շատ Պանիր, հա։ Թխված խաղողն էլ ինձ թվում է ամբողջացնում է, չէ՞, համը։ Ինձ թվում է հետն էլ կարելի է ասել կրկին բարի գալուստ։ Մեզ գեղեցիկ ընտրի։ Շնորհակալություն հրավերի համար։ Մերսի։ Բարի գալուստ։
Եվ հիմա կարող ենք արդեն ավելի մասշտաբային խոսել Ջանա բրենդի մասին։ Իհարկե նեյմինգը, անվանումը սուպեր։ Եվ ինչն է հետաքրքիր, որքան շատ տարածվի, որքան շատ մարդ ամբողջ աշխարհում իմանա, այդքան ավելի այդ մեր հայկական Ջանա բառը սկսելու են ավելի շատ օգտագործել, ինչը շատ հաճելի է։ Ոնց միտքը ստեղծվեց, Աննա ջան։ Անսովոր է, էլի միշտ Արտաշն է ինտերվյուների ես երկրորդ պլանում եմ։ Բա, տեսնում ես, ինչ բարդ գործ Ես լավ միջավայրում աղջիկներով զրուցեք ձեր։ Ես անհնար է դուք ձեր մասնակցություն ունեցած։ Բայց հանգիստ աննա ջան։ Նաև բրենդի մեջ է անհնար, ես վստահ եմ, որ սա համատեղ ուժերով Այո, դա Արտաշի նախաձեռնություններ։ Ես զուտ այդ Ջանա բառն եմ ասել։ Այդ պայսակը որ ուզում է, որ գնացի, ասեց, տենց շատ ուրախացա, այդ առաջի բառը, որ ասեցի, ոյ Ջանա, նա ինչ լավն է, Ջանա։ Որտեղից գնացիք առաջին պայուսակը։ Պատվիրել էի, տենց, հա։ Այսինքն նախատիպը պատվիրել էիք։ Կարել էին իմ համար։ Չգնացի, կարել էին։ Ու տես Ջանա այդ բառից տենց որ շատ ուրախացա, ասեց, որ այդքան ուրախանում ես ուզում ես, ասեմ 100 հատ կարեն։ Դե տես միտք չունեի։ Ասում կկարողանան կարեն, ասում հա ինչ կա։ Ու ես գնացի այդ օրը հենց, ես գնացի Ամերիկա, մինչև հետ եկա Արտաշի համար սյուրպրիզ ուներ, այդ իմ մոդելները մի քանի։ Շատ ուրախացա, ասի մեր վարպետները շատ լավն են, իմ ընկերներն են։ Հայ վարպետներ են անողները ու բնական մորթուց էր անոնց ցանկանում։ Դες շատ լավ է վարպետները։ Շատ ուրախացա, ասի կուզես ավելի շատ ունենաս, 100 հատ կարաս ունենաս։ Կարաս նվիրես։ Շատ են, որ անում եք, այդ 100 հատը հենց իր համար էիք պատվիրել։ Որ ինքը իր համար։ Ու անան մեկնեց Ամերիկա, միշտ հետեկավ արդեն մի քանի մոդելներ եք պատվիրել, գեղեցիկ, ու տենց անեն ուրախացավ, ասի ու շատ լավն է, համեն մեր հայ ազգը շատ են սիրում օգտվել ու տարբեր աշխարհի տենց բրենդներից, ասի ինչու՞ չէ, նաև մի հատ լավ բան ստեղծվի, որ նաև որակապես չզիջի, այո։ Չի զիջում, ու այս տեսակ էլ ճանաչեն հայ ազգին, այդ մի մասով էլ թող զբաղվի Աննան ու հարկը։ Ես այդ քանի որ միշտ տրտնջում էի, որ ես ոչինչով չեմ զբաղվել, ես մենակ երեխեք եմ պահել, մեծացրել, ես մենակ տան հոգսերով եմ զբաղվել, Արտաշին ինչքան էլ որ սիրտ էր տալի, որ իմ արած ամենակարևորն է իր համար եւ ընդհանրապես շատ կարևոր գործ է իմ արածը, դա չէր մխիթարում ինձ։ Դե իհարկե։ Շատ ժամանակներ երբևիցե չեմ մտածել, որ ես ինքս կզբաղվեի այսպես մի բանով։ Բայց լավ ստացվեց, այսօր արդեն ուրախ եմ, որ ստացվեց։ Իհարկե, եւ հետաքրքիր որ այնպեսի բան եք ստեղծել, որ ուրախությունը նաեւ պարգևում մյուսներ։ Բայց արգելում էիք, որ աշխատեր։ Ոչ, ժամանակի առումով Ես Աննայի աշխատանքը անգամ ծավալանում մեծ է մեր ընտանիքում։ Մեր տուն եկող գնացողները դեռ շատ են, մեր ընտանիքը փառքասու 4 բալիկներ ու բոլորն էլ այսօր լավ կրթված, խելացի, դաստիարակված բալիկներ են, երևի ես այդ Աննայի շնորհքն է ու իր մեծ աշխատանքն է, որ միշտ ասում եմ քո աշխատանքը ավելի կարևոր է մեծ այս ընտանիքի առաջ տանելը, քան թե ինչ-որ միտեղ աշխատես կամ այդ գումարը վաստակես, ոչինչ, ինչքան լավ դու մեծ գործ ես անում, քո արդեն սերունդները ճանաչված են, սիրված են ու մարդկությանը այս կյանքի մեծ աշխարհին պետք է կացեն այդ գումարի հարցը չի, ինչքան արժեքների հարցն է, որ փառքասում ենք ունենք այդ զավակներ, շնորհիվելի Աննա։ Իսկ հիմա արդեն մի փոքր մեծացել են երեխեքը, Աննային ասի, դե ժամանակն է, վերջերս եկել է ամեն ինչը ժամանակին պիտի անես վայելես, հիմա ժամանակն է, որ դու քո սիրված գործը նաև Աննան շատ հետաքրքիր միայն նա չէ, որ ես արել եմ, Աննան ինչ զգում է կամ ինչ սիրում է, ինչ ցանկանում է ունենալ, այդ նոր տրենդեր են դառնում, նոր գալիս են, ու ասի հետաքրքիր այդ ամեն ինչը հիմա դու ստեղծի, 1, 2, 3 ստացվեց, հիմա դու ստեղծի, մեր լավ վարպետների հայրենիքում ստեղծենք ու սա աշխարհում մեր հենց հայրենակիցները օգտվեն ու լավը զգան իրանց։ Ինչու՞ չէ, վաղը միսօր կարող է բացվի ու օտար ազգերն էլ օգտվեն, էլի ճանաչեն ինչ-որ չափով հայրենիքը, Հայաստանի տեղը, մեր հայրենիքն ու կարծում եմ հրաշալի գործը, որ ինքս զբաղվում Աննան գործով ազգ։ Այդ ամեն ինչը, հա,
Առողջ լինենք, շարունակի Աննան ու Անշուշտ, եւ հատկապես հասցնենք երբ նման նպատակին։ սատարում կա կողքից, երբ կա ուսվորին կարելի է հենվել, դա շատ կարեւոր է։ Մարդը հանգիստ, հատկապես կինը, մտածում է այս դեպքում արդեն ոչ թե շատ գումար վաստակի, շատ հոգսեր հոգա, այլ վայելի, նաեւ մյուսներին ուրախացնի դրանով։ Ինչ որ միտեղ ստացվեց նաեւ որ ես սիրելի հաճելի գործով զբաղվեցի։ Քանի մոդել կա այսօր արդեն։ Չեմ հաշվել, գիտեք, ճիշտ ասած, բայց շատ են։ 10 երևի ավել։ Երևի 10 այո ունենք արդեն եւ մենակ պայսակներ չի, աքսեսուարներ, դե այդ սերը գեղեցիկ աքսեսուարների հանդեպ երևի դա ինձ մի քիչ ուղղորդեց։ Ահա։ Երևի ցանկացած կին սիրում է գեղեցիկ աքսեսուարներ ունենալ, մտածել, փոփոխություններ անել, հինը նորացնել, չգիտեմ։ Դա իմ գլխում անընդհատ կա։ Դա ինչ որտեղ նաեւ օգնեց ինձ, որ այդ սերս դեպի գեղեցիկ աքսեսուարների հանդեպ արդեն գործ դառնա ինձ զբաղմունք։ Ինչպես կարելի է ձեռք բերել, գնել, տեսնել, շոշափել։ Հա, այդ շոշափելու պահը ճիշտ ես ասում, Հերնե ջան։ Դուք խոսեք ես եմ։ Ես կը շատ լավ հասկանում եմ զգացողությունը։ Իսկապես։ Առաջի զգացողությունը։ Առայժմ on-line-ն է։ Կարող եք ձեր թողնում եք։ Առայժմ on-line-ն է, կարողանում եմ Պարտադիր ասել ջանա։ Ջան։ արդեն կան մոդելներ, որ շատ սիրվել է եւ sold out է։ Արդեն վերջացել է sold out-ը, նոր երկրորդ պատվերներն են պատվիրել, որ լինեի շատ են։ Հիմնականում Օնլայն հարթակում ենք։ Կայքի միջոցով թե Instagram-յան եւ Facebook-յան պաշտոնական էջ։ միջոցով ինքը։ Ինչպես է կայքը House of Jana։ House of Jana։ Instagram-ը կա նաև, Instagram-ից կարելի է նաև արդեն մի անգամից իր կայքը մտնել։ գնում են կայքից ընտրում են տեսականիները, չափերը, ամենի սիրուն արվածը։ Ընտրում են ու կարող են պատվիրել ամբողջ աշխարհում, հասանելի է։ Ընթացքը ցույց կտա համալսարանը, անհրաժեշտ է։ Այնպես որ բոլորդ հետևում եք Ջանայի պաշտոնական էջերին Instagram-ում եւ Facebook-ում, պատվիրում եք House of Jana կայք էջից, տեսնում եք այնտեղ ձեր նախընտրելի մոդելը, չափսերը եւ կարողանում եք հանգիստ պատվիրել եւ նաեւ ուրախացնել առաջիկայում տոներն են եւ ես վստահ եմ որ ձեզանից շատերը մտածում են ինչ նվիրել, ինչպես ուրախացնել, այնպես որ սա մի հրաշալի տարբերակ է, որով կարող եք այդ փափկության, ուրախության, սիրված լինելու զգացումը փոխանցել ձեր մտերիմներին։ Ես պիտի ասեմ որ ֆոտոշուտներ հրաշալի արված, այսպես արվեստի շնչով, բայց միևնույն ժամանակ շատ կենթանի, շատ հետաքրքիր, այսպես կինո, ֆիլմ հիշեցնող կադրեր էին։ Ջանա նոր բրենդ է, բայց դրա կողքին կա Ասատրյան արդեն հայտնի բրենդի տարբեր դրսևորումները, որոնց մասին իհարկե եւ դուք եւ ընտանիքի մյուս անդամները սիրով խոսում են։ Եկեք մի հատ հասկանանք ինչ ունենք Ասատրյան բրենդի ներքո։ Ասատրյան բրենդի ներքո արդեն տարիները գեն ունենք, ասատրյան գեն ունենք, որ Ես դեռ բիզնեսի մասին եմ խոսում, այնպես որ ես կուզենամ դրա մասին։ Գալիս է մեր հայրիկից, դե Ասատրյանը առաջին արամները տեղից սկսվեց, Ասատրյան անունը ազգանունը, որ սիրվել է ու սիրվում է ու շարունակում ենք այսօր մենք, մեր բալիկները, ինչու՞ չէ վստահ եմ թորնիկներն էլ կշարունակեն, այս մեր լավ գործը առաջին հերթին դա է, որ մենք երգում ենք, ուրախացնում ենք ու ցանկանում ենք ամեն օր երգ ուրախություն լինի մեր ազգի մեջ, որովհետև դարերի վերջ գիտենք, շատ ունենք օրեր, որ այսօր ժամանակն է շատ ուրախանանք, շատ ուրախանա մեր ազգը, շատ լավ ապրի։ Ընթացքում էլ այդ ամեն ինչը սիրվելով փոքր տենց հատվածներ ունենք, զբաղվում ենք այսօր ընկերների հետ, որ օղի կոնյակներ ունենք Ասատրյանով, որ էլի ցանկացել ենք ամեն հայ օջախում լինի, երգը կա, այս տրամադրությունը կա, նաև ինչու՞ չէ, երգի հետ համահունչ լինի նաև այդ տրամադրությունը, որ վայելեն, ուրախանան։ Ես առաջարկ ունեմ։ Այս առաջին հատվածը, նախուտեստի հատվածը համարենք փակված,
Ինձ համար հաճելի էր խոսել ձեր նոր արտադրանքի մասին, Աննայի նոր բրենդի մասին։ Ուրախ եմ, եթե ես էլ իմ լուման կարողացա ներդնել բրենդի զարգացման եւ առաջխաղացման մեջ։ Հուսով եմ բոլորին մարդիկ, ովքեր հետևում են մեզ, անպայման պիտի որ ուզենան կրեն այս գեղեցկությունը։ Հաղորդման երկրորդ հատվածը, մեր տաք ու տեստի հատվածը մի փոքր ավելի տաք է լինելու։ Ինչու տաք, որտեղ մենք խոսելու ենք ձեր շատ սիրո պատմության մասին, որը շատ յուրահատուկ պատմություն է։ Շատ։ Եվ ես կուզենամ, որ մարդիկ իմանան։ Ինչ կարծիքի եք։ Անցնենք հաջորդ этаպին։ Սիրով։ Դե մեզ հաջող ընթացք։ Դռները փոխել է պետք։ Այն էլ նոր տարուց առաջ։ Չանեմ։ Գնամ Վալանդորս։ Դուք չեք էլ կարող պատկերացնել, թե իմ սիրելի գործընկեր Վալան գրուպը իր Վալանդորս խանութների ցանցով ինչ հրաշալի անակնկալ է մատուցում ձեզ ամանորից առաջ։ 80% լիկվիդացիոն զեղչեր Վալանդորսում։ Դուք կարող եք գնել դռներ անգամ 20000 դրամով։ Հիմա տեսանյութ այս մասին։ Լիկվիդացիոն զեղչեր վերջապես։ 30-ից 80% տոնական զեղչեր Վալանդորսում ամանորին ընդառաջ։ Այս ընթացքում կարող եք դռներ գնել Վալանդորսից անգամ 20000 դրամով։ Լիկվիդացիոն զեղչերը գործում են դեկտեմբերի 10-ից մինչ 30-ը։ Այցելեք Վալանդորս Դավիթ Անհախտի 23/7 եւ Նարդոսի 71 հասցեներում։ Շնորհավոր ամանոր եւ սուրբ ծնունդ եւ ձեր նոր դռները։ Պատրաստելու եմ հավ, մարգարիտա։ Ինչու մարգարիտա, որովհետև մարգարիտային համահունչ գրեթե բոլոր բաղադրիչները լինելու են հենց այս ուտեստի մեջ։ Սկսեցինք։ Սկսում եմ լոլիկներից։ Ձեռքի տակ ինչ լոլիկ ունեք, կարող եք օգտագործել։ Քաղցր պղպեղ, սխտոր, թարմ բազիլիկ, հավը համեմում եք ձեր նախընտրած ձևով։ Ես իտալական համեմունքներ եմ սիրում։ Հիմա այս ուտեստի գաղտնիքը միանգամից ջեռոցն ենք դնում եւ բանջարեղենը եւ հավը։ Հավի յուղիկները կաթելու են հենց բանջարեղենի վրա։ Սկսում եմ մատուցել։ Դա հենց այնպես չի ընտրված այս ուտեստը, հեսա կասի։ Բայց ոնց որ ավելի փոքր են ձեզ վերցրեցիք։ Ես ավելի շատ խոսալու եմ։ Ասեմ ինչ ենք փորձելու, մենք ամբողջական հավեր մինչ սեղանին հայտնվելը, դա կտեսնեք հաղորդման մեջ, մի գեղեցկուհի, մարգարիտա ոճով պատրաստված, իտալական մարգարիտա պիցայի համար ինչ անհրաժեշտ է գրեթե այդ ամենը նաև բանջարեղենի մեջ կար եւ համեմունքները եւ բանջարեղենը, որոշեցի, որ իտալական ուտեստ եմ մատուցում, ինչու, որտեղ ձեր սիրո պատմությունը լրիվ իտալական կրքերով համեմված սիրո պատմություն է։ Լրիվ Սիցիլիան հանգստանում է ձեր պատմության կողքին։ Եվ առաջարկում եմ հետը փորձենք Արմենիա վայն ընկերության օրգանական տակառը, սա առաջին օրգանական սերտիֆիկացված գինին է, ամբողջ ցիկլը հենց օրգանիկ է ընթանում, անգամ մոլախոտերից ազատումը գառնուկների միջոցով է արվում, ոչ մի թունաքիմիկատ օգտագործած չէ։ Արտաշը ինձ եւ Աննային կհյուրասիրի հիմա կարմիր գինի, որը կհամտեսենք հավի հետ։ Շնորհակալություն, Աննա ջան, զաքես։ Շնորհակալություն։
Եվ սա ինձ։ Այո։ Ես հուսով եմ համոնելու եք գինի, որտեղ շատ յուրահատուկ համ ունի։ Բարի վայելում։ Բարի վայելում։ Սալատ։ Ինչ լավ ենք այսօր սկսել օրը։ Հա, չէ, ամեն օր էսպես է պետք սկսել։ Ես առաջարկում ամեն օր ինձ մոտ սկսել։ Փորձենք։ Բարի ախորժակ։ Բարի ախորժակ։ Արվածա սիրով ու շատ համեղ է։ Շատ շնորհակալ ենք։ Ես եմ շնորհակալ։ Ձեռք ունեք։ Եվ այսպիսով իտալական կրքերի մասին պետք է խոսենք։ Աննա ջան, ես գիտեմ, որ դու այդ պատմության ժամանակ առանձնահատուկ էսպես ոգևորվում ես եւ գիտեմ, որ դու շատ լավ ես պատմում այդ պատմությունը, խնդրեմ իրար հետ միասին մեկ պատմում եք ձեր ծանոթություն, սեր, մտերմություն, ամուսնություն եւ այն բոլոր կրքերը, որոնց մասին խոսեցի քիչ առաջ։ Ես շատ եմ ունեցել հարցազրույցներ, շատ եմ պատմել ինձանից, երևի շատ են լսել մեր ընկերները, հարազատները, հայ ժողովուրդը։ Աննա ջան, դու պատմես երևի իմ Նյաթելը հետ գնային 4-րդ դասարան է, էլի։ պատմություններից։ Պատմի։ Մեր պատմությունը սկսվել է դաշնամուրից։ Հարություններից։ Արտաշի հայրը մեր տանը հավաքույթ կար, նկարել էր տենց վիդեոյով։ Ես դաշնամուր էի նվագել այդտեղ, նկարել էր, տարել էր, տենց տունը տեսել էր Արտաշը ինչ-որ։ Քանի տարեկան է իր այդ Դե շատ ժամանակ։ փոքր ենք եղել։ Հետո ժամանակ ինչ-որ ժամանակ անցնում է, ինձ պատահական նույն դպրոցում տվա, ասում այսեն աղջիկն է, որ դաշնամուր էր նվագում։ Ու տենց սկսում է ավելի ուշադիր գալիս, ահա հաստատ այդ աղջիկն է, որ դաշնամուր էր նվագում։ Ու տենց սկսեց ավելի։ Այստեղ մի հատ ուզում եմ կանգ առնենք, ես ուզում եմ մի հատ այդ որ ձայնագրությունը նայել եք։ Դες 4-րդ դասարան, դուք էլ 6-րդ դասարան Ինձ շատ էր դուր եկել այդ ձայնագրությունը եւ նվագը եւ երգում էր Աննան։ Չէ, երգում, նվագում է։ Նվագում էր, շատ էր դուրս եկել այդ նվագը։ Բայց չփոշմանեք, որ չի երգել։ Չէ։ Հետո ես եմ երգում, արդեն երգը տվեց ինձ։ Բայց ինչ եմ հիշում, որ նաեւ երգում էր Աննան։ Դե շատ փոքր ենք, շատ տպավորիչ է, շատ անուշ էր նվագել, ինձ երաժշտությունը դե մեր տանել կար, երևի մեջ էլ կար երաժշտությունը, ավելի երաժշտությունը ձգեց, նայեցի, շատ փոքր ենք, 10 երևի 9-10 տարեկան է, հետո անցավ մեկ տարի, դպրոցում մի ամիտ հանդիպեցի, ասես են աղջիկն է, որ ես հետաքրքիր նայում իրան նվագը, հետո 1-2-3 իմ ընկերներին դասընկերներին ասում են նայեք ինձ սիրուն աղջիկ է տղեկ, մեկը համարձակություն չունեք, մոտիկանակ ասեք շատ սիրուն ես կամվում, հետո հասկացա որ այդ սիրուն աղջիկը իմ համար է, էլի, հատուկ իմ սրտի համար է սիրուն աղջիկը ու ես այդ համարձակությունը ունեցա, մոտեցա ամեն ասեցի ես քեզ շատ եմ սիրում, ուզում եմ ամբողջ կյանքս քեզ սիրեմ ու դու իմ ընկերը լինես ամբողջ իմ կյանքի ու փառքասում Անան դժվարությամբ տվեց այդ համաձայնությունը, իր papan առավել ևս։ Այ մի վարքան, առաջ չենք գնում ամենակ։ Մենք մի քիչ աշխուժ ենք, աղբերներով, օպարի տղեկով անու շատ ենք ու աշխուժ ենք դպրոցում, չարաճճենք, հա մեր անունը ձևի հելած էր, որ չարաճճենք, չարությունը շատ ենք անում, էսեն, ու papai սրտով չէր անում, միշտ ասում էր Աննային էլ ավելի շատ են սիրում, Աննան էլ իրանց տան առաջինները, բոլորն են շատ սիրում, իչը որ ես Աննային։ Դժվար համակերպվեցին, բայց ես Ռոմեո Ջուլիետի պես մեր պատմությունը հասավ նրան, որ մենք ունեցանք այսօր սիրո մեծ լավ պատմություն, ունեցանք լավ բալիկներ, ունենք լավ ընտանիք, որի մասին բոլորը արդեն մենք էլ ենք համարձակվում ասենք, որ մեր ամբողջ հայ ժողովուրդը գիտի մեր ընտանիքը, մեր լավ ստեղծածը, Աստծո տվածը, մենք էլ շատ լավ պահում ենք ու փոխանցում ենք այդ սերունի ընտանիքի այդ ջերմությունը, այդ ամեն ինչը նաև նոր եկող սերունդների, որ ընտանիքը մնում է միշտ համար մեկը աշխարհում, լավ ընտանիք ունենալը, լավ զավակներ ունենալը,
պատմությունը տենց շատ եղել է կռիվներով, եղել է վեճերով։ Դու առաջ անցար այն պատմությունները, որ ես ուզում եմ լսեմ։ Դրա համար ես Աննայի օգնությամբ այսպես քիչ-քիչ հետ գնալու շրջանցում։ Չէ, բայց նա ինձ մի ուրիշ բան է հետաքրքիր։ Այն որ Արտաշը տեսել էր ձայնագրությունը, հավանել էր եւ իր սիրտն էր մտել, սա դե բարձ բան, այդպես է պիտի լիներ, ով տեսներ քո ցայնագրությունները, որ սերտը չմտնեիր, բայց դու երբ հասկացար ու ոնց եղավ որ հասկացար որ այս են տղենա, որի հետ արժի կյանքը կապել կամ թույլ տալ որ այդ սիրո խոստովանությունը անի, այն էլ այդ տարիքում։ Գիտես Հերմինե ջան, այդ Արտաշը ինչ որ ուրիշ տարբերակներ չերել թողել է, ոնց որ դա էր եւ վերջ։ Ինքն էր եւ վերջ։ Ինքը տենց շատ իր համարցակայլերը քայլի հետևից sense մի խոսք Ինչ էր անում։ ամեն ինչ անում էր Օրինակ։ ամեն ինչ ինքը ամբողջ օրը մեր փողոցում էր ես ուր գնա ինքը ընդեղ էր ինձ նույնիսկ դասանական այդ հավաքույթներին արգելված էր գնա որտեվ իրանք ծնողներս գիտեն էլի պապաս գիտեր որ Ես առաջ Արտաշը արդեն ընդեղ է։ Ինքը ամեն տեղ էր, քաղաքից դուրս, տանը, ինչ որ չգիտեմ, ամեն տեղ ինքը կար, ինքը շատ աշխուժ եւ ակտիվ իրան ցուցադրում էր։ Պապաս էլ շատ խիստ մարդ էր, շատ։ Այն ինչ որ Արտաշը անում էր, դա իր համար անընդունելի մի բան էր։ Ոնց պայքարը երկար տևեց։ Արտաշը գնաց բանակ, հետ եկավ, նորից վեճեր, անհամաձայնություններ։ Ամի 3 տարի էլ բանակից հետո տևեց։ Մեր ամբողջ շրջապատը Իսկ չի եղել վարքյան, որ ասես, լավ, դե եթե այսքան ասում են, իմ տան մեծերն են, ձեր ընտանիքում էլ մեծին հարգելը, Ես տենց էլ անում էի ճիշտն ասած, հենց այդպես էլ անում եմ, Հերմին ջան, ես այդքան համարձակություն չունեի, որ ասեի, հա, ես ուզում եմ, դե քանի որ ես էլ ասում եմ, չէ, չեմ ուզում։ Տունը չէր ուզում դուրս ուզում էր անում։ Ես այդքան համարձակություն չունեի, որ պապայիս ասեի, հա, ուզում եմ։ Հա։ Պես Երբ ազատության այդ առաջին բերկրանքը զգացիք իրար հետ, որ էլ ոչ մեկի հետ պայքարել պետք չի, թաքցնել պետք Երբ որ պապաս իր համաձայնությունը տվեց։ Ինչպես Նշանադրության օրն է։ Ինչպես տվեց համաձայնությունը։ Շատ մեծ դեր ունեցավ, դե պապաս ասացի ինքը տենց կոպիտ բնավորություն ու մարդ էր, իրան իր հանհայր չենչեր, համոզել չկար, երկրորդ խոսք չկար։ Հորեղբայրս իրանից մեծ էր, բայց հորեղբայրս էլ է նույնիսկ շատ զգուշորեն չգիտեր ոնց ասեր, որ բայց հորեղբայրս մեծ դեր ունեցավ այդ հարցում, որ Արտաշը ստանար իր Դաբրուն։ Այո եւ այո, բայց գիտեմ որ նշանադրությունն էլ շատ յուրահատուկ ձևով է եղել, այնպես չի եղել որ բոլորը Երկու անգամ եղել նշանադրությունը, մի անգամ գնացին մամայենք առանց ինձի, էլ այդ գրիվներից վեճերից հետո որ տենց ասեն այս ամեն ինչը համաձայնության ենք եկել, էլ այդ օրը վեճ եղավ, էլի համաձայնության չեկան, նոր երկրորդ անգամ արդեն էլի անցավ 6 ամիս, էլի հոպարների, պապայի ընկերների, ասենց ամբողջին մի մեծ թիմով մի մեծ աշխատանքով նոր ասում էր թող գա փախցնի տանի աղբեր ջան, այս աղջիկան, ես չեմ տալի, ինքն էլ սիրում է, հասկանում եմ, պետք է մի տղու մի աղջիկ, բայց ես ասել եմ չէ։ Ես էլ ասում եմ, ես սիրող տղա եմ, ինչի պետք է փախցնեմ, Աննային սիրում եմ, լավ տեսնում եմ մեր ընտանիքը ապագան, ես ինչ ուժեր ունեմ, ինչ Աստված մեզ հնարավորություն է տվել, որ մենք կարանք այդ սերով լավ բան ստեղծենք, ինչի փախցնեմ այդ Բայց չի եղել միտքը, այն որ sense մի հատ անկեղծ չի եղել որ փախցնեմ, կարող է ամեն վարքյան ամեն րոպե ընդունված լինել, բայց ես ուզում եմ որ այդ ծնողական օրտնանքը, այդ ամեն ինչը լիներ, ու այդ ամեն ինչից հետո այդ ազատությունը ամեն ինչ ու տարիներ անցավ ամենամոտ ընկերները ելնանք, ամենամոտ ջերմ հարազատներ ելնանք, ես ու եւ Աննայի papan։ Դա իհարկե։ Հա, ու փառք Աստծո էլ ես ամեն ինչը Շատ հետաքրքիր է հիմա էլ որ sense հետ եմ գնում Որ ասեմ իտալական կինո դրա համար եմ էլի ասում Շատ բաներ կա, դե sense չեմ կարողանում ասել Շատ մտերմացան իրանք ու որտես ես երբեմն պահեր լինում էր էլի որ Վազգենիչ sense չանենք Վազգենիչ sense Վազգենիչ papas տենց էր դիմում Արտաշը Ես ինչ որ միտեղ այդ զայրույթը այդ պահի տակ էլի գալիս էր էլի որ եթե վերջում sense պետք է լիներ ինչ էր իմ այդքան Տանջանքը Իսկ եղել է այդպես անկեղծ զրույց հայրիկի հետ այդ ամեն ինչից հետո Չէ, երբևիցե չի եղել Երբևիցե ես չհարցրեցի ինչու, որտեվ ես գիտեի ինչու, որտեվ Արտաշը թույլ տալիս էր, էլի Արտաշն էր պատճառը դրթում, որ papas տենց վերաբերել։ Չարե, հա, կարե մեքենայով իրանք տան դարպասները բաց լիներ, ես մեքենայով
մտնել իրաց տունը, չգիտեմ, սիգնալ նայ երկի միացնեի, ասես դուրս գայ, գժվացնեի մարդկանց, ջղայնացնեի։ Ինչ էին ասում քո ծնողները։ Մի հատ Իմ ծնողները շատ չէին իմանում ես ինչեր եմ անում, դες որ լսում են վեճերեր բան, փորձում են որ չէին ասում լավ դե թող հանգիստ ուրիշ աղջիկ հանգիստ ուրիշ աղջիկ էլ կսիրես, հոմենակ աննան չի, իսկան չի ստացվես, կամ էս են չի ասում է կանոնը, չկանոնը։ Բայց որտեղից գիտեիր։ Այն էլ այդ տարիքում, հա, եթե 6-րդ դասանում հանդիպել ես ու հասկացել ես, որ ուզում ես այս մարդու հետ։ 6 չէ, 4-րդ դասանում երևի։ 4-րդ, 5-րդ դասանում։ Հա, Դե ինչ թվում է սերն, հա, որ մարդու մեջ գալիս է սերը, նստում է սրտին ու դուրս չի գալի։ Սերն է, որը աշխարհով չել բացատրում սերը, սիրո համար ինչեր են արել մարդիկ ու ինչեր պետք է անեն, սերը աշխարհի ամենալավ բանն է։ Սերն է հաղթե աշխարհը, սերն է հաղթելու աշխարհը, ու սերով պետք է ապրեն մարդիկ։ Բոլորի կյանքում բարդություններ են հետո լինում, անշուշտ։ Մեկի մոտ մի բան ավել, մեկի մոտ մի բան պակաս, բայց բարդությունների հանգում են բոլոր զույգերը։ Այ օգնում է արդյոք նման իրավիճակներում հենց այն պատմությունը, որի միջով անցել եք, որ հասկանաք, որ իրավունք չունեք կորցնելու մի բան, որը այդքան մեծ դժվարությամբ եք ձեռք բերել։ Երևի թե մենք այդ կորցնելու հարցին ենք շատ սենց նենց ենք վերաբերում, որ դա բացառված բան է։ Ահա։ Լինում է պահիտակ, այո, կռվում ենք, վիճում ենք, մի անհամաձայնություն ունենք եւ այլն, բայց երբեք դա այն աստիճանի չի հասնում, որ մտածենք, որ բաժանության կամ չգիտեմ մի խոսքով այդ կետին չենք հասել։ Չեք հասնում։ Եվ ասում ենք ավելի շատ այդ կռիվները մեր ուրիշների պատճառով է, քան թե մեր պատճառով է։ Մենք մտել ենք մի հատ բան անալիզանում։ Այդ մեր կռիվը չէ, էս մարդուն ինչու օգնեցինք այն մարդուն ինչի, չգիտեմ, ես այն մարդու համար sense մյուս ավելի շատ մեր տան վեճերն էլ եթե լինում է իմանալ այդ ինչ որ համաձայնություն մեր պատճառով չի։ Մեր ընտանեկան հարցերը չի։ Ես քանի որ հասկանում եմ, որ այսքան տարի իրար հետ ապրելուց հետո, նույնիսկ 4 երեխա ունենալուց հետո, այսպես ձեր միջև այդ սիրո էմոցիաները միջև հիմա այսպես պատտվում են, նույնիսկ ես այստեղ նստած լինելով զգում եմ, տեսնում եմ այդ։ Հարց ունեմ, որ հենց կուզենայի քեզ տալ։ Ինչ պետք է անի կինը, որ տղամարդը նույնիսկ տարիներ հետո շարունակի սիրել ու սիրահարված լինել։ Հենց կին մնա էլ։ Մեկ շատ են, ասենք, հիմա ժամանակները փոխվում է, արագացել է, կարող են տեղերը կամ այդ բանը մի քիչ բալանսները խախտվի, նայում ես երիտասարդները, ամեն ինչ անում են ծնողները կամ իրանք սիրում են ու անհամաձայնության գալի իրար չեն ներում, չեն հասկանում, չեն։ Իսկ որ մնում այդ կինը իր դիրքում, էլ դե ոչ մի խնդիր չի առաջանում, չէ կարող առաջանա, ավելի ամրանում այդ ամեն ինչը ու հաջողության է վերածվում։ Ճիշտ ասեցի։ Հալվեցինք։ Այ, ես սիրում եմ։ Ու հետո վայելում այդ ամեն ինչը կամելով, հետո վայելում են էլի ժամանակը բուժում այդ ամեն ինչը ու ժամանակն է ստեղծում էլի, մարդիկ պետք է ժամանակի մեջ ճիշտ ապրեն ու ժամանակը գնահատեն էլի։ Ի վերջերս էլ այդ ժամանակ երգը, որ երգել են շատերը սիրել են ու սիրում են ու կարծում եմ ժամանակն է ամեն ինչ էլի, այդ միշտ մարդու այդ իր ճիշտ տեղը իմանալը շատ կարևոր է էլի։ Այսօր շատերն են ասում արտահայտվում թե մեր հետ կապված, թե մենք էլ ենք լսում, մենք էլ ենք այս առօրյայից ամեն ինչ մեջ ապրում։ Մարդիկ ժամանակից ուզում են արագ առաջ անցնել, դա իր խնդիրները։ Այո։ Ես առաջարկում եմ մենք քաղցրացնենք մեր զրույցը, խոսենք երեխաների։ Ես շամպայն եմ խմում եւ գինի, շատ համը։ Դու ինչ ուզես կարող ես։ Մենք հեսա երրորդ ավելի հետաքրքիր բան ենք խմելու իդեպ եւ խոսելու ենք երեխաներից, դաստիարակությունից, երգ ու երաժշտությունից, այնպես որ գնամ համեղ քաղցր բան պատրաստեմ։
Եվ եկավ մեծ քաղցրավենիքի պահը։ Խոստացել էի, որ ամեն ինչ փռում ենք պատրաստելու, այնպես որ արդեն երևի գուշակում եք, եթե քաղցրավենիք է եւ փռում, ուրեմն թխվածք է։ Իմ ամենասիրելի թխվածքն եմ պատրաստելու՝ բրաունի, բայց այս անգամ բալով եւ պնդուկով։ Մեր Արամիկը շոտ կսիրեր Հերմինջան հիմա սա։ Հա։ Կգնահատեր։ Մի քիչ էքսպերիմենտ եմ արել, որովհետև բալով է եւ պնդուկով դասական բրաունից մի քիչ տարբերվում է եւ հետո առաջարկում եմ վայելենք տակառի պորտոն։ 5 տարի հնեցվել է կաղնետ տակառներում եւ դեսերտային գինի է։ Մի փոքր ալկոհոլը ավելի թունդ է, 17.5%, բայց հատկապես կանայք այս գինին շատ են սիրում։ Աննա ջան, որ խնդրեմ, բաժան կանցես։ Վայ, անհրաժեշտ է։ Մենք գիտես մեզ ինչ լավ ենք զգում։ Շնորհակալություն։ 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 Cheers։ 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 Գնաց։ Salud։ Wow։ Իսկական դեսերտի է։ Դեսերտ է դա շատ։ Թե համը որ զգում ես։ Այսօր լրիվ enjoy մեջ ենք։ Հա, ես շատ ուրախանում եմ, որ իմ հյուրերը վայելում են։ Այո, իսկապես վայելում ենք։ Բրաունին, քանի դեռ տաք է, առաջարկում եմ փորձենք։ Այո։ Իրոք այո։ Ինչ հաճելի է։ Շատ լավն է։ Այս բալով շատ լավն էր։ Ես սիրում եմ եւ դդումով եմ փորձել, էլի հետաքրքիր է եղել։ Դասականը ամենահարմար տարբերակն է, բայց բալովը սիրեցի։ Բալ սիրում եմ եւ ամռանը պարտադիր սառեցնում եմ ձմեռվա համար եւ օգտակար եղավ փաստորեն։ Մինչ հաղորդման այս հատվածին անցնելը փոքրիկ նվեր եմ ուզում ձեր ընտանիքին տալ, որը խորհրդանշական է մի փոքր։ Իմ սիրելի գործընկեր, Հերմինե դիալոգ նախագծի գլխավոր գործընկեր Վալան գրուպը մի հետաքրքիր արշավ է սկսել, որը կոչվում է Երևանը տուն ու շենք է, Երևանը մենք ենք։ Այդպիսով զարկ տալով, որ նաև պետք է պահպանել պատմական շենքերը, կառուցել, վերակառուցել եւ իհարկե դրանց կողքին կառուցել նորերը։ Եվ այդ կապակցությամբ մի փոքրիկ հավաքածու է, այսպես շոկոլադների հավաքածու վրան կարգախոսով առավոտյան սուրճ խմելուց Երևանը հիշելու, Երևանը վայելելու մասին է։ Երկրորդ նվերը, որ ուզում եմ փոխանցել, սա Քոաֆի կողմից է։ Քոաֆը Հայաստանի մանուկներ հիմնադրամն է, որը Լոռիում է գործում, եւ այս տարի Վալան գրուպը որոշել է ամանորյա նվերների ամբողջ գումարը, որ պիտի իր գործընկերների համար նվերներ առնել, կրկնապատկել, եռապատկել եւ գումարի տեսքով փոխանցել Քոաֆի երեխաներին, որպեսզի երեխաները ստանան էլ ավելի լավ կրթություն եւ ունենան էլ ավելի լավ ապագա, որտեղ երեխաներն են իհարկե հայրենիքի ապագան։ Ես շարունակելով խորհրդանշական նվերների շարքը, այսպես Լոռին կրկին հիշեցնող, ապագան հիշեցնող փոքրիկ բույս է, որը ձեր ընտանիքի դες մի փոքրիկ հատվածը կջերմացնի։ Եվ այսպեսով Վալան գրուպը նաեւ կոչ է անում մյուս մեծ ընկերություններին միանալ այս նախաձեռնությանը եւ ամանորյա նվերների գումարը միտել որևէ բարեգործության, մասնավորապես
ես քով Հայաստանի մանուկներ հիմնադրամին, որպեսզի երեխաները ունենան այլ ավելի ապագա եւ կրթություն։ Խոսենք երեխաների մասին։ Շատ կարևոր թեմա, հատկապես ձեր ընտանիքում 4 երեխա, 2 տղա, 2 աղջիկ, բայց այս պահին նաև երեխաներից մեկը գիտեմ ամուսնացած է եւ դուք այսպես պատվավոր զոքանչ աներոջ դերում եք։ Ինձ հետաքրքիր է, միշտ խոսում ենք նրա մասին, որ ժամանակները փոխվել են, մարդկանց պահանջներն են փոխվել, աղջիկները արդեն բոլորովին այլ պահանջներով են ամուսնանում, քան այն ժամանակ, երբ դուք եք ամուսնացել։ Դժվար է արդյոք նախապատրաստել հայ ընտանիքում աղջկան կամ տղային իր ընտանիքը ունենալու, որովհետև սա կարծում եմ մի մեծ աշխատանք է, որը անտեսանելի է, ստվերում է մնում, բայց ծնողները հո գիտեն, որ դա աշխատանք է, ու այն էլ լուրջ։ Ճիշտ ես ասում Հերմինե ջան, այո, այսօր կա այդպիսի բան, փոխվել են ժամանակները, բնականաբար ինչպես ամեն ինչ փոխվում է, այդպես հարաբերություններն են փոխվում, մոտեցումներն են փոխվում։ Մեր պարագայում ինձ թվում է մենք մեր օրինակով ենք երևի, թե մեր ընտանիքի օրինակով ենք, խորհուրդ այսպես ենք, մեր ապրատով ենք տվել մեր երեխաներին, թե աղջիկ, թե տղա կապ չունի, ընտանիքին ինչպես վերաբերվել։ Իսկ ինչպես պետք է վերաբերվել։ Այ ինչ մոդել է գործում այսօր ձեզանից ավելի երիտասարդ, օրինակ ձեր աղջիկա ընտանիքում, հա, եթե փորձենք հասկանալ երիտասարդների ժամանակակից երիտասարդների շատ հին խոսք է ու վերջերս չեմ էլ օգտագործում, բայց տան հայլին է երեխան։ Եթե տանն ճիշտ ասես, այդ տուն այդ միջավայրը, այդ ամեն ինչը տեսնում են ճիշտ է, էլ շատ ջանքեր չես դնում պատրաստես, որ ինքը այդ ապագան ունենա կամ այդ ընտրան ունենա կամ այդ ճանապարհով գնա, իրենք արդեն մերվում են, ընկալում են, հասկանում այդ ընտանիքի արժեքները, ապրելակերպը, գնալը դեպի ապագան իրենք արդեն գնահատում են, եթե խելացին այդ ամեն ինչը վերցնում են ու աշխատում են այդ նույն ծնողները դառնում են ֆավորիտները, չէ, երեխեքի համար լիդերները, աշխատում են տենց ընտանիք կազմեն, եթե խելացեն։ Դրա համար մենք շատ որ մտածենք կամ ասենք մտածում ենք, որ ցենց պատրաստենք ցենց ընտանիքներ կառուցեն, դա բնությունն է, բնությունով ինքնա վերադառնում է։ Գնում է, ինձ թվում է տենց է լինում։ Դուք բավականին երիտասարդ եք, բայց արդեն ձեր երեխան իր ընտանիքն է կազմում։ Շատ երիտասարդներ, ովքեր ձեր տարիքում են, երեխաներին ճիշտ հակառակ խորհուրդներն են տալիս, ասում են՝ «Այ ես հարմարվել եմ, դու չհարմարվես, մեծի հետ չապրես, չենթարկվես, լսող չլինես եւ այլն եւ այլն»։ Հակառակ խորհուրդներն են տալիս, ելնելով երևի կյանքի ինչ-որ փորձից։ Երբ որ ձեր աղջիկը ամուսնանում էր, կան այդպես խորհուրդների խումբ, որ դուք նրան տվել եք ամուսնանալուց առաջ։ Այսպեսին կամ այնպեսին։ Խորհուրդների խումբ, ընդհանրապես ասել եմ, որ ամեն հարցին բռնով կմոտենաս, դու քեզ մի հատ կպատկերացնես հակառակ իրավիճակում։ Եվ ինքն էլ ինքը իր բնավորությամբ շատ պայծառ մարդ է, պարզ մարդ է, շատ սեր կա իր մեջ, շատ ջերմություն կա իր մեջ, ինքը ուրախություն է։ Հիմա որ լսի կզարմանա, որ ես եմ ասում այդ մասին, որովհետև ես շատ պահանջկոտ եմ եղել, շատ խիստ եմ եղել իրանց հետ, բայց իրանք իրոք ես այսօր հպարտանում եմ երեխաներով, ինչ որ իրանք կան, փորձել եմ մեր օրինակով իրանց դաստիարակել, մեր օրինակը տեսնելով իրանք դաստիարակում են, որ այ չեմ ասել, այսպես կանես, այնպես կանես, sense չանես եւ այլն, եւ իրանք ազատ են իրանց ընտրության մեջ, թե աղջիկս, թե տղաս, թե բոլորը, իմ 4 երեխաներն էլ ազատ են իրանց ընտրության մեջ, շատ գոհ եմ Փառք Աստծո, որ իրանք ճիշտ ճանապարհներով են գնում, որ մեր համար միշտ հպարտանալիներ են ստեղծում։ Գրիշայի մասին չենք կարող չխոսել։ Բոլորի մասին ենք խոսելու, բայց Սիրո, Գրիշան մեր թույլ կողմն է, ես հաճելի է խոսել Գրիշայից։ Մենք անամպես սպասում ենք։ Այն ակնկալիքները, որ ունեիք փոքր ժամանակ, հա, արդարացվում են այդ ակնկալիքները, թե գուցե գերազանցվում են արդեն։ Գերազանցում եմ, պլյուսով կասեմ, այո, շատ Փառք Աստծո, Գրիշանը միշտ ասում եմ մեր
տղան չի, ազգի տղան է, իր ազգի համար է ծնվել, Աստված իրան շատ շնորհքներ է պարգևել ու շատ ճիշտ օգտագործում այդ Աստծո տվածը, շատ խելացի բռնումով, անցալումով մոտենում այդ ամեն ինչին։ Ինքը քայլում է, ինքը չգիտի որտեղ է քայլում ոնց անցնում, բայց ես այդ արձագանքները այդ իր ճանապարհներին, որ մարդկանց հանդիպում ու ինչ լավ խոսքեր են փոխանցում, հետը շփվելու մարդիկ, ես ինչ շատ լավ եմ զգում, ուզում եմ ասեմ ինքը իրան էլի լավ զգալ, ավելի լավ ապրես կյանքը, որտեղ դա միայն հպարտություն է ծնողի համար, որ տեսնում ես էլի քո բնությունը, քո ստեղծածը քեզանից ծնված է, որ սպասում ես մարդ դառնալ, ինքը էլ դեռ փոքր հասակից արդեն այդ կոչումը քեզ հետ պարգևում է, մի հատ մեծ աշխարհապարտություն ես կցանկանամ ամեն հայի օջախում, ամեն աշխարհում, ամեն ընտանիքում նման զավակներ ունենան, նման խելացի, շնորհալի, մեծի հետ մեծ, փոքրի հետ փոքր ու կյանքում չի կտրվում էլ ես իր արմատներից հողից մետես խոսքս մոտ կտրվել է ոտերում, չէ, տես չի ապրում թարկասու, զարմացնող, զարմանալի լավ ապրում Գրիշուն, կես ես դու Գրիշո, և իմ անունից եմ ասում, և այն մարդիկ են ասում, քաջ առողջություն Գրիշոյին ու իրան նման բոլոր հայորդիներին, թող առողջ լինեն, լավ մեծանան, արժանի մեծանան ու արժանի զավակներ դառնան մեր ազգի համար, մեզ պետք են, դուք մեզ պետք եք, մեր բալեք։ Նման է պապիկին։ Պապիկին գենով։ Ինչով է։ Օդով։ Աշխատասեր է, շատ աշխատասեր է, օրերով կարամ մենք եթե չկանչենք տուն զորով, ինքը ստուդիաներից դուրս չգա ու աշխատի, շատ աշխատասեր է այդ առումով պապիկին նման է։ Շատ բծախնդիր է իր աշխատանքը։ Շատ վեճեր ենք ունենում, որ մի քիչ պապիկը ես շտապողականություն ունենք, արագ ենք անում, շատ ժամանակ չենք դնում, որ ամեն ինչը ելի մեր երկերն են շատ, ուզում ենք շատ լինեն, բայց ամեն ինչին ես բծախնդիր հետևելով մի քիչ կոնֆլիկտ ենք ունենում, որ արագ լավ երկեր։ Արդեն նաև սովորացնողի դերում երևի, չէ։ Էլի բայց ինքը մնում է այդ հանգիստ որ իր ստանդարտ, իր ցանկությունը, իր այդ բուրգը, որ ինքը կառուցում է, տաստված իր սրտով լինի, դա մեծ հաջողություններ է բերելու մեզ, մեր ժողովրդին ու ես ասել եմ այդ փոքր առիթով, որ երկեց ուզում եմ դառնամ ես սուպեր երկիչ, ասել եմ տղա ջան, դու արդեն փոքր ժամանակից ամբողջ ազգին արչև երկել ես ելույթը խոստացել ես որ դառնաս սուպեր երկիչ ու տաստված դառնա մենք հպարտանանք, որ մեր մայրերը, մեր զավակները, մեր ազգը տաղանդավոր ձգտումներ ունի ու այս աշխարհում ասելու դեռ շատ բան ունեն։ Ինչ է թողել Արամ Ասատրյանը իր ընտանիքին որպես ժառանգություն, որը աչքով տեսանելի չէ այլ մարդկանց համար, շոշափելի չէ, տեսանելի չէ, քննարկելի չէ, բայց ընտանիքը գիտի, որ ունի այդ նվիրական ժառանգությունը։ Իր մարդ տեսակը, իր լավ տեսակը, իր բարի տեսակն է թողել ու իր երկերը, ֆինանս, գումար, տենց բաներ մեզ չի թողել, ասեմ մարդիկ մտածում են, շատ են ասում վեճերա լինում, չի կարողանում կիսեք, բայց երկերն է հիմնականում ու միշտ ասում են, ձեր հարստությունը երկնքից է լինելու, ձեզ հարստություն չեմ թողում, իմ երկերն եմ թողում ու այսօր իր երկերը ինչքան էլ երգում ենք, որտեղ լինում ենք, ի վերջո գալի կամացում են Ասատրյանի երկերից էլի շատ երկեր, կամ ես մի հատ առիթ լինում մի փոքր նեղում ենք ինչ-որ մի հարցով, էլ իր երկերը, իր խորհուրդները այդ ամեն ինչ են տալի, հասկանում եմ իրոք մեր հարստությունը երկնքում ընդերից է գալի, իր մոտից։ Երեխաներից ով է այսօր շատ բաների մեջով անցնելուց հետո իր վրա պարտականություն վերցրել, որ կրկին լինի այդ մերողի դերում, այդ համերաշխությունը սփռողի դերում, եզրեր փնտրողի դերում, ով է կարողանում, ամենալավ ում մոտ է ստացվում։ Ինձ թվում է բոլորն են իմանում այդ մասին ում մոտ է ստացվում,
Որ հարցը սես փակ մնա։ Մարդիկ գիտեն ու մոտ։ Ահա, ձեր բնավորության մասին բոլորն են խոսում, որ հենց այդ փորձում եք անընդհատ լավ միջավայր ստեղծել եւ լուծումներ տալ շատ հարցերին։ Խոսենք ձեր մյուս երկու երեխաների մասին, որովհետեւ ես վստահ եմ, որ նրանք հարցազրույցն այրել են եւ ասել են՝ «Մի հատ մաման այդ խիստ մամայի կերպարից դուրս գա, մի երկու բառ ասի էլի մեզ համար»։ Իրանց հանդեպ խիստ չեմ։ Հա, մի րոպե, բայց ինչի համար, Չգիտեմ, երևի տարիքը դա տարիք հետ եմ կապում։ Ահա։ Մեծերի ժամանակ 25-27 տարեկան եմ եղել։ Ես ես թվացել է պիտի խիստ։ Այո, ստացել է դա ճիշտ է, իսկ հիմա այլ կերպ եմ մոտենում ամեն հարցին, այլ կերպ եմ վերաբերվում ու այստեղ իրանց մեջ արդեն, մեր ժամանակ բա տենց չէր անում, մեր ժամանակ սենց չէր մտածում, մատես իրանց ոնց կա տենց բան, խոստովանում եմ։ Իրանք էլ հետաքրքիր իրանց բնությունով տարբեր մարդիկ են, ամեն մեկը տարբեր անհատներ են, 4-ն էլ պետք է հաշվի նստես իրանց կարծիքների, իրանց ցանկությունների, իրանց հետ, բայց ես միշտ ամեն օրի աղոթքների մեջ ամեն երեկո որ աղոթում, որ խնդրում եմ Աստծուց, որ իմ երեխաները գնան ճիշտ ճանապարհներով, Աստծուն հաճելի ճանապարհներով ու փառք Աստծո։ Երբ որ նեղվում եմ, հա, տենց ինչ-որ սկսում եմ, հետո ուշք եմ գալիս, որ չէ, համատում ու գոհ եմ։ Իրանք իրենց նախասիրությունները ունեն, դեռ իրենց չեն ցույց տվել ինչպիսին են, այն ինչ որ ես տեսնում եմ, միգուցե մի քանի տարի հետո այդ մասին կխոսեմ եւ կասեմ, որ այ հենց այսպես է տեսնում։ Օ Գրիշոն եւ Սուզանին այ ինչ որ տեսել եմ, պատկերացրել եմ, այդ ստացել եմ։ Ահա։ Այս փոքրերի հետ կապված առայժմ չեմ ուզում ասել, ուզում եմ սպասեմ, էլի, հասնի այդ օրը։ Ես վստահ եմ, որ լուր բերես հասնելու ես դրանք չունեն, ինչքան էլ իրանց հանդեպ էլի խիստ չեմ, բայց այդ խստությունը բոլոր վրա տարածվում, որ այլ տարբերակ չկա, պետք է տենց լինի եւ վերջ։ Եւ վերջում վերջին հարց որպես եւ իհարկե 4 երեխա, մեծ ընտանիքներ, երկու կողմից եւ այլն եւ այնուամենայնիվ կա այս աշխարհում այն անկյունը, այն պահը, այն կետը, որ ձեր երկուսինն է, որ դուք երկուսով սիրում եք լինել այդ տեղում, անել այդ բանը եւ միայն երկուսով որ վայելեք, տեսնեք ու իրար տակ հենց այդ էմոցիաները, որի արդյունքում էլ հենց այս մեծ ընտանիքը ծնվել է։ Այդպեսի բան շատ ունենք։ Մենք sense հայացքներով էլ կարանք հասկանանք, որ էսի հենց այդ ինչ որ ուզում է։ Մենք երկուսով հասկանանք, բայց էլի մեր այդ բոլոր նախասիրությունները, այդ պահերը, այդ մտքերը էլի գալիս են միտեղ, էլի մեր ընտանիքի շուրջ է մեր։ Մենք ինչ որ անենք, մենք երկուսս էլ նույն կերպ ենք վերաբերվում ընտանիքին, նույն ջերմությունն ենք տալիս, նույնն ենք ստանում, մենք լիցքավորվում ենք նաև մեր ընտանիքով, մեր երեխաներով։ Ես թվում ենք հավասար այդտեղ Մենք ստեղծում ենք այդ անկյունը, որ միասին լինենք, այդ ամբողջ ընթացքը ամեն ասում է, չէ, պետք է ստե երեխաներ լիներ, Մարինել, Արամոնել։ Հետո մենք նորից կրկնում ենք։ Մենք հետ ենք գալի այդ տեղից, որ գնում ենք հանգստանալու կամ արձակուրդներ։ Չի ասում մի ամիս, երկու ամիս անպայման պետք է երեխեք հետ նորից գնել տեղը, որ մենք միասին ենք եղել, այդ անկյունը ուզեցել ենք մեր համար ստեղծենք մեր հանգիստը կամ չգիտեմ մեր մի փոքր կտրվել էս աշխարհից ամենից իրար հետ անցկացնելու, բայց էլի այդ ամբողջ ընթացքում կասի չէ, լավ չէ, պետք է երեխեք լինեն, եթե չգալիս ենք, պետք է երեխեք հետ անան գնասին, ստետենա։ Ես Երկու թիմում էլ կա։ Double down։ Շատ է դուրս գալիս, բայց առանձին մի հատ երեխեք պատրվակով։ Այս ամբողջ ընթացքում լսում եմ Աննային ու հասկանում եմ, որ այն 4-րդ դասանի տղան ինչքան ճիշտ է զգացել այն 4-րդ դասանի աղջկան, որ պատկերացրել է, որ իր կյանքը եւ իր ընտանիքը հենց այսպեսին պիտի լինի։ Բրավո քեզ, Արտաշ, բրավո Աննա ջան։ Շատ մերսի այս սիրուն հանդիպման համար, ես վայելեցի ձեր ներկայությունը։ Ես էլ ուզում եմ խմեմ այս ձեր տան լավ անկյունի համար, ցանկանամ առողջություն, բարգավաճում, ստեղծագործական նոր վերևներ, բարձունքներ, առիթից էլ օգտվեմ, շնորհավոր եմ գալիք տոները ձեր եւ մեր ամբողջ ազգի թող
Շնորհակալություն։ մեր Ամանորը սուրբ ծնունդը բարով գա, խաղաղությամբ գա, հաջողությամբ գա, ազգին անգամ լավ օրեր պարգևի ու ապագա, որ մենք, չգիտեմ, այդ բարձունքներից դա ամեն ինչից անգամ լավ զգանք, շատ բաներ մոռանանք ու ճախվենք ազգովի։ Շնորհակալություն։ Ձեզ ենք շնորհակալ։ Ձեզ լավ օր։